նոր մարդիկ, նոր մոտեցումով մարդիկ պետքա գան եւ կառավարեն։ Եթե մենք քննարկում ենք կարևորագույն ջրի եւ այդ ջրամատակը կոյուղիների բանի հարցը եւ այլն, իշխանությունը չպետք է դուրս գա այդ հարցը լուրջ բան ենք քննարկում, մոտեցումներ կա, առաջարկներ կա, պետբյուջեն է սա տալի, էֆեկտիվության խնդիր կա, դուրս են գալի էլի քաղաքականացնում են, որպեսզի կոծկեն ոչ էֆեկտիվ կառավարումը։ Մենք ձեզ խոսք ենք տալիս, որպես նոր մտածելակերպի կրողներ, որպես նոր ուժ, բայց ոչ թե զուտ անվանումն եմ ասում կուսակցության, այլ նոր մոտեցում, եթե խոսքը լինի ջրի հարց լուծելու, կքննարկենք ջրի հարցը ու կլուծենք, ոչ թե 8 տարի մետրոներ կսարքենք կամ գոյուղատար չենք կարողանա անել, հասկանում եք, այդ սկզբունքայնությունը չենք տեսնում, նոր, հիմա ինչ է կատարվում բան, իսկ ինչ վերաբերում է Հանրապետության կուսակցության, Տիկին Խաչատրյան, դուք նշում եք սպարապետի անունը, ես ձեզ եւ ամբողջ կուսակցությանը մի խնդրանք ունեմ, կամ բոլորին ստեղ նստածների, դուք պատկերացրեք, ես չեմ ասում ինչ, չեմ ուղղորդում, զուտ ուղղակի ձեր մտովի պատկերացրեք, որ անկախ են ասածներին, են արածներին, քայլերին, ինչը որ արել է ներկայիս վարչապետը, ինչ վերաբերմունք կունենար սպարապետը Նիկոլ Փաշինյանին, տեսնելով օրինակ Փարիզում կամերայի դեմ այդ խնձոր ուտելուց ու ինչ-որ սրտիկել, ինչ-որ մանր բաներով զբաղվելուց։ Դուք պատկերացնում եք սպարապետի ռեակցիան, ասենք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ առհասարակ, ու դուք հիմա Նիկոլ սպարապետի անունը տալով կոալիցիա եք կազմում այս ուժի հետ, որի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը։ Մի հատ խորը մտածեք դրա մասին, էլի, խորը մտածեք Տիկին Խաչատրյան, ում անունն եք տալի ու ում հետ եք դուք կոալիցիա կազմել։ Ընդմիջումից առաջ ես ելույթ կունենամ։